տեսեք եվրոպական բոլոր երկրներում այո, որևէ ուժ 50+% գրեթե չի հավաքում, բայց բոլորը կոալիցիա են կազմում, այսինքն առանց կոալիցիայի նաև իշխանություն չեն ստանում, այսինքն որևէ ուժի հետ գնում են կոմպրոմիսի, զիջումների, չգիտեմ, պաշտոններ են զիջում, ծրագրերի կետեր են զիջում, եւ այդ զիջման արդյունքում գալիս են կոմպրոմիսի կառավարություն են ձևավորում։ Մենք ունենք ընտրական օրենսգիրք, որը ասում է դուք կարող ես լինել փոքրամասնություն, անգամ 40%, անգամ 30%, օրինակ բերեմ, ասենք որևէ ուժ իշխանության է, ունի 30% ընտրություններում աջակցություն, եւ ասենք կան ընդդիմադիր մի շարք ուժեր, որոնք մի տոկոսը չեն հաղթարել, ասենք կան 2-3 ուժ, որոնք ամեն մեկը 7-8% են ստացել։ Էլի այս 30%-անոցը իրավունք է ստանում կառավարություն ձևավորել։ Սա աբսուրդ է, այսինքն աշխարհի որևէ երկրում նման կարգավորումը չի կարող ընդունելի լինել։ Ու սրա մասին պիտի խոսալ նաև հիմա պիտի խոսալ, պարտավորություն վերցնել, որ մենք պիտի հրաժարվենք այս կարգավորումից, եթե իշխանություն է փոխվում։ Սա այլանդակ համակարգ է, որից առատորեն օգտվում է որևէ կարմիր գիծ չունեցող Նիկոլ Փաշինյանը։